իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի կազմում 57 երկրներ են, նախորդին ընդունել են մի բանաձև, Ստամբուլյան բանաձև անվանումով, որը ամբողջությամբ հակահայկական է։ Ես կխնդրեմ նախ ձեր կարծիքը, ինչպես եղավ, որ 57 պետությունները, որոնց մեջ իդեպ կան Հայաստանի հետ նախկինում շատ լավ հարաբերություններ ունեցած իսլամական երկրներ են, բայց շատ լավ հարաբերություններ ունեցած երկրներ, հանկարծ հիմա հայտնվել են մի բանաձևի տակ, են ստորագրել, որը հակահայկական է, հակաարցախյան է եւ իրականում ամբողջությամբ պատմական իրողությունները կեղծող մի փաստաթուղթ է։ Չպիտի մոռանալ, որ այդ կազմակերպության տոնդվող երկրներից մեկը Թուրքիան է եւ ըստ էության Ադրբեջանի հետ միասին Հայաստանի նկատմամբ վարվում է այսպես բնութագն հիբրիդային պատերազմ, այսինքն փորձ է արվում ամեն առումներով ճնշել Հայաստանի Հանրապետությանը, փորձել հայ ժողովրդի համար ստեղծել իր իսկ երկրում անտանելի իրավիճակ, անտանելի պայմաններ ապրելու համար։ Եվ ընդհանուր առմամբ սա Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համակարգված աշխատանքի արդյունք է, բոլոր առումներով փորձել հնարավորինս Հայաստանի Հանրապետության ինչ-որ մի բան գործել։ Եթե դուք նկատել եք վերջին ժամանակահատվածում, այդպես ակտիվորեն խոսվում է արևմտյան Ադրբեջան, այսպես հասկացության մասին, այսինքն կեղծ մի թեզ, որ իրականության հետ ընդհանրապես աղերս չունի, բայց այսպեսի մի ճշմարտություն կա, ասում են, երբ սուտը 7 անգամ ասում ես, արդեն սկսում է ընկալվել, 21 անգամ երբ ասում ես, դառնում է ինչ-որ միտեղ ճշմարտություն, եւ ցավոք սրտի այդպես է դառնում, ու Ադրբեջանը էլ հասկանալի է, ունի նավթով, գազով հարուստ երկիր է, հնարավորություններ ունի, մեծ գումարներ են ծախսում այս ամենի համար եւ այս երկրները փորձում են գնալ այդ ուղղությունից դուրս չգալ, այսինքն Ադրբեջանի Թուրքիայի նախանշած ուղղությունից դուրս չգալ ու ներկայացնել նրանց շահելը։ Համոզված եմ նաեւ, որ նույնիսկ այդ երկրների մասը նույնիսկ տեղյակ չի ընդհանրապես ինչ է կատարում տարածաշրջանում, պարզապես շահեկան է Ադրբեջանի հետ Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ դրանից ելնելով քվեարկում են այս կամ այն բանաձևի վերաբերյալ, որոնք մինչեւ ինչպես ասում են ուղնուցուցը կեղծիք է եւ ուղղված է հայ ժողովրդի դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, չնայած նրա մասին, որ անդադ տարափողում են, որ պետք է տարածաշրջանում խաղաղություն լինի, պետք է երկրների իրար հետ կապ հաստատեն, բայց հարց է առաջանում, ում հաշվին պետք է այդ ամեն լինի։ Այսինքն փորձել, ինչպես ասում են, ամեն կերպ հայ ժողովրդի հաշվին, մեր ապագայի հաշվին, մեր պետականության հաշվին լուծել իրենց հարցերը։ Սա է եւ ես կարծում եմ, որ իսկապես Հայաստանի Հանրապետության թե իշխանությունների մակարդակով, թե քաղաքական ուժերը, հասարակական կառույցները, ինչու՞ չէ գիտական կազմակերպությունները պետք է ամեն կերպ փորձեն այդպես պայքարեն, աշխարհին ցույց տան ճշմարտությունը, իրականությունը, որ այդ ընդհանրապես Ադրբեջան բան գոյություն չունի, այսինքն որ իրականում դա կեղծ մի պետություն է, դա իսկապես դա այդպես է, եւ այդ կեղծ պետությունը դեռ հələ ինչպես ասում են կեղծ պետությունը դրան գումարած ասում են կա արևելյան Ադրբեջան, հիմա էլ ստեղծում են արևմտյան Ադրբեջան։ Այսինքն սա է եւ ավելին ասեմ, որ նույնիսկ երբեմն ադրբեջանական ժողովրդին էլ պետք է դիմել։ Երբեմն երբ ես ասում են միամիտ մոտեցում է, որովհետեւ տշնամաբար են տրամադրված, բայց Ադրբեջանում այդպես տարբեր ժողովուրդներ են նաեւ ապրում, որոնց մի մասը ժամանակի ընթացքում, ասենք քրդեր, թալիշներ, որոնց լեզգիներ, որոնց ժամանակի ընթացքում թուրքացրել են, այսինքն ադրբեջանցի են դարձրել, այս մարդիկ բայց ունեն պատմական հիշողություն եւ այս մարդկանց պետք է ցույց տալ Արցախի Հանրապետության տխուր ճակատագիրը, որ իրենց էլ է այդ նույնը սպասում, այսինքն իրենց ապրած տարածքներից իրենց դուրս են քշելու այդ մարդկանց իրենց իսկ հայրենիքից, այսինքն որտեղ այդ տարածքները, որոնք ապրում են իրենց իսկ հայրենիքն է եւ կարծում եմ պետք է այդ իսկ տեսանկյունից փորձել մեր պայքարը ծավալել, պաշտպանելով եւ պատմական իրողությունը, ճշմարտությունը եւ մեր շահերը ազգային։
Պարոն Բալայան, փոքր-ինչ մի քանի դրվագի կուզեմ անդրադառնալ այս Ստամբուլյան բանաձև կեղծ այս իրականությունը խեղող փաստաթղթի, բայց մենք այո դուք ճիշտ եք նկատում, մենք պետք է անպայման արձագանքենք։ Գիտեք, ես ակնկալում եմ նաև Արցախի Հանրապետության պաշտոնական արձագանքը, նախ այս հարցին կխնդրեմ պատասխանեք, պատրաստվում եք որպես Արցախի ազգային ժողովի պատգամավոր, կա նաև Արցախի նախագահ, ժամանակավոր պաշտոնակատար, Արցախի պատգամավորներ կան, ժողովրդի կողմից ընտրված, չեք պատրաստվում համապատասխան հակադարձում անել։ Իհարկե մենք մշտապես այդ իրադարձություններին հետևում ենք եւ այդպես քննարկումների փուլում է եւ ամենայն հավանականությամբ նման նաեւ Արցախի Հանրապետության ամենայն դեպս գործող իշխանությունների կողմից արձագանքներ կլինեն եւ համապատասխան գնահատականներ կտան։ Անդրադառնալ կուզեմ այս փաստաթղթին, այս կեղծ իրականությունը գլխիվայր ներկայացնող այս բանաձևին։ Տեսեք, այնտեղ խոսվում է այսպես կոչված այդ Խոջալույի ցեղասպանության մասին, կուզեմ հիմա հստակ փաստով եկեք, հա, արձագանքենք, թե ինչի մասին է խոսքը։ Նրանք վերագրում են հայերին, բայց բոլորս լավ ենք հիշում 90-ականներին ով էր ասում Մութալիբովը։ Հիշենք Մութալիբովի հայտարարությունը, որը հստակ ասում էր, որ հենց իրենց Ադրբեջանի կողմից սեփական ժողովրդի դեմ իրականացված ցեղավոր խնդրեմ դա մեկնաբանեք գիտեք պետք է նաև այո իրականությունը այստեղ անդադ Ադրբեջանը իդեպ այսօր ակտիվ խոսում է նրա մասին նաև օգտագործելով այսօրվա ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տարվող դատավարությունը Բաքվում փորձ է արում Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր երկիր, եթե դուք նկատել եք Ադրբեջանի ղեկավարի կողմից անդադ Հայաստանին որակումներ է տալիս այսպես ֆաշիստական ռեժիմ, ինչ իմանամ բան երկիր որ զավթողական ծրագրեր ունի, նպատակներ ունի, այս ամենը փորձում են ծածկել իրենց դրանով փորձում են ծածկել իրենց իսկական նպատակները, այս Ադրբեջանը, այսինքն իրականության մեջ Ադրբեջանն է ձգտում, այսինքն հայկական տարածքների նկատմամբ ունի հավակնություններ եւ փորձ է արվում աշխարհին այս տեսանկյունից ներկայացնել։ Վերադառնալով նախորդ պատմական իրողություններին, անցած պատմական իրողություններին պետք է նկատել, որ հենց ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռևս խորհրդային ժամանակահատվածում։ Ես նկատի ունեմ 88 թվականին, երբ հայ ժողովուրդը գործող միջազգային օրենքների եւ խորհրդային օրենքների շրջանակներում բարձրացրեց Արցախյան հիմնահարցը, հենց պատասխանը եղավ Սումգայիթյան դեպքերը, այնուհետև դրան հաջորդեցին Գանձակի եւ ընդհանրապես Կուր Արաքսիա միջագետքում ապրող հայկական բնակավայրերի նկատմամբ այո դեռ ես խոսում եմ այդ հատվածն դեռ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի մասին չեմ խոսում Բաքվում այնուհետև տեղի ունեցան տխուրետի 89-90 թվականներին ջարդեր տեղի ունեցան հայերի նկատմամբ եւ հետագայում արդեն տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը եւ եթե հիշում եք ապա գրավվեց Մարտակերտի շրջանի գյուղերը, Հադրութի շրջանի գյուղերը, հետագայում այդ ամենը մեր հաջողվեց ազատագրել եւ այդ տեսանկյունից նրանք փորձում են ինչ-որ մի հակակշիռ ստեղծել։ Այսինքն ու անդադ խոսում են այդ Խոջալույի մասին, իրականում ինչ Խոջալույի ցեղասպանության մասին կարող է իրականության մեջ ինչ եղավ։ Այսինքն փաստորեն նայեք Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում, որի հիմքերի վրա ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կային ադրբեջանաբնակ բնակավայրեր մի քանի հատ, որոնք դարձել էին ավազակավորչեր, այսինքն դարձել էին ադրբեջանական զինյալների հավաքատեղիներ եւ ինչպես ասում են օր ու արև չէին տալիս շրջակա հայկական բնակավայրերին։ Այդպիսի բնակավայրերից մեկը եղել է դա Շուշին, մեկը Խոջալուն, որը Ստեփանակերտի համար իսկապես բնակչության համար դժոխք էին տարել։ Այսինքն անընդհատ օր ու գիշեր այդպես կարակում էին այդ քաղաքի Ստեփանակերտի վրա եւ խնդիր դրվեց, որպեսզի այդ կարակակետերը, ինչպես ասում են, մարել, ոչնչացնել եւ այդ օպերացիաները, ռազմական օպերացիաները կազմակերպվեց թե Խոջալույի, թե Շուշիի եւ ազատագրվեց այդ տարածքները ու Ստեփանակերտը սկսեց շնչել, ինչպես ասում են, եւ Շուշին էլ հետագայում հնարավորություն ստեղծեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության հետ կապ ստեղծի։ Այսինքն այդ ռազմագործողությունների ժամանակահատվածում այնպես չէր, որ
բնակչությունը այնտեղ էր եւ ժողովրդին կոտորեցին։ Ընդհակառակը զինված ուժերը Արցախի հանրապետության ճանապարհ բացեցին գետի երկայնքով, կարկար գետի երկայնքով, մինչև Աղդամ, որպեսզի այդ մարդիկ հեռանան եւ իսկապես հեռացան եւ հենց Աղդամի մատույցներում հենց ազգային ճակատի գրոհայինները սկսեցին կրակել իրենց իսկ բնակության համար։ Դրա մասին իդեպ ասեմ, որ չեխ լրագրողուհի էր Դանա կարծեմ Մազալովա, եթե չեմ սխալվում, դրա մասին ինքը մանրամասն ֆիլմ է այդպես պատրաստել, ներկայացրել, ինչ է եղել իրականության մեջ, դրա մասին խոսել է նաև Ադրբեջան նախագահը ինքը, այո, Մութալիբովն էլ է դրա մասին խոսել, որ ներքին խնդիրները լուծելու համար իրեն իշխանությունից հեռացնելու համար ազգային ճակատը նման գործողություն կազմակերպեց եւ որպեսզի եւ իրականում հետագայում դրան իշխանությունից այսպես հեռացրեցին։ Այսինքն սա էր իրողությունը եւ այսօր եթե դուք նկատում եք, ես նայում եմ հաճախակի ադրբեջանական լրատվամիջոցներին, նրանք ցույց են տալիս, ասենք, այստեղից այս ոսկորներն են գտել, այնտեղից ոսկորներն են գտել եւ ցույց են տալիս, որ ահա հայերի արազն է, չէ՞։ Այսինքն դա ցույց են տալիս, բայց որևէ փաստ չկա, փաստարկ չկա։ Ով գիտի նա ինչ, ասենք որտեղից են գտել, ինչի մասին է խոսքը վերաբերում եւ ընդհանրապես ինչ է կատարվել։ Սա է իրականությունը եւ Ես այստեղ Խոջալուի հետ կապված մեկ փաստ եւս, որտեղ այդ օրերին արձանագրվում էր հետեւյալը, տարբեր ուսումնասիրությունները հետո նաեւ տարիների ընթացքում փաստում էին այն, որ խաղաղ բնակիչները թիկունքից էին սպանված, որտեղ գտնվել են ադրբեջանական զինվորները, եւ դա եւս հերթական փաստ, որ նրանք խփվել էին հենց ադրբեջանցի զինվորների կողմից, այսինքն իսկապես Ադրբեջանը ոչնչացրել է սեփական բնակչությանը զուտ քաղաքական նպատակների համար, այսպես ասած, հայերի դեմ ցեղասպանություն մոգոնելու համար։ Առանձին ֆիլմով, քանի որ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարը գեներալ Վիտալի Բալասանյանը ժամանակին մի հատ ֆիլմ էր բանարվել եւ փաստերով այդպես նույնիսկ այդ անցման տեղով գնացել են եւ ցույց են տվել, որտեղ են եղել մարտական գործողություններ, որտեղից են կրակել ադրբեջանցիները խաղաղ բնակության վրա, իրենք իսկ ադրբեջանցի, այսինքն գրոհայինները, այդ ամենը ցույց են տվել եւ փաստերով այդ ամենը ներկայացվել ու ապացուցվել է։ Պարզապես, ինչպես ասում են, ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, այսինքն այսօր Ադրբեջանը իրեն հաղթող երկիր է ներկայացնում, մեկ էլ եմ ասում, ունի բավականին մեծ ռեսուրսներ, նյութական հնարավորություններ եւ այդպես կաշառելով, ինչ իմանամ, դրսի ուժերին վերջերս էլ չէ, նայեք տեսեք, Վատիկանում կազմակերպվեց աղվանքի վերաբերյալ ինչ որ գիտաժողով, չէ, եւ կեղծ ձեւով ներկայացվեց, որ ամարասնել է աղվանները կառուցել, ինչ իմանամ, ուդիններն են կառուցել, Գանձասարը, Դադիվանքը, այսինքն մի անհեթեթություն, որ որևէ կապ չունի գիտության հետ, բայց ցավոք սրտի այդ հնարավորությունները ունեն եւ այդ կեղծիքը տարածում են, տարբեր լեզուներով հրատարակություններ ունենում եւ Պարոն Բալայան, այո, պարոն Բալայան, ես խնդրեմ հետեւյալին անդրադառնաք եւս հիշյալ այդ բանաձևում դատապարտվում է Հայաստանի Հանրապետության իբր վանդալիզմ է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել իբր Ադրբեջանի տարածքում, իբր ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացում է տեղի ունեցել եւ պահանջում են Հայաստանից փոխհատուցում։ Իդեպ այդ բոլոր բանաձևում տեղ գտած այդ բոլոր կետերը ավարտվում են հետեւյալով Հայաստանից փոխհատուցում պահանջել, Հայաստանին ճանաչել ագրեսոր։ Հիմա մշակութային արժեքների զարուրելի այս ավերին կխնդրեմ անդրադառնաք, այն ավերին, որը տեղի ունենում այսօր մեր հայկական փոքր Արցախում, մեր հրաշք հայրենիքում, որտեղ ահավոր ձևով ոչնչացվում է, ամեն օր մենք լսում ենք մի նոր ոչնչացված հուշարձանի մասին, ոչնչացվում է հայկական հետքը։ Նախ ասեմ, որ այդ բանաձև ընդունողների երևի ճիշտ կլինի հարց տալ, որ ադրբեջանցի պիտի լինի, որ նաև մշակույթ ձևավորված լինի։ Եթե այդ մարդիկ ասում են, մեր պետությունը ձևավորվել 1918 թվականին, այսինքն ինչ մշակույթի մասին կարող է խոսնել, այն էլ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ չգիտեմ որտեղ, որ մշակույթ են ստեղծել, որ այդ մշակույթի բանը այսօր բանը իրենք բան ունեն, չէ, այդպես հայտնի երգ ունեն, միշտ դրա մասին ասում են անա յուրտ, այսինքն մայր բան, վրան, բան, այսինքն տուն չի եղել, չէ։ Քոչվոր ցեղին բնորոշ
Այսինքն իրենց բունտ ասում այդ իրենք են ասում, այդ ես չեմ ասում։ Այսինքն եւ իրենք գոհաբանում են իրենց յուրդը, այսինքն այդ բանը, այդ վրանը, որտեղ այսինքն որտեղ տեղից տեղ են տեղափոխվել, այդ տեղից տեղափոխող ժողովուրդը, այսինքն քոչվոր ժողովուրդը ոնց կարող մշակույթ ստեղծած լինի եւ հետեւաբար այս ժողովուրդը խնդիր է դրել ոչ միայն ֆիզիկապես հայկական տարածքները նվաճել, այլ միաժամանակ նաև հայկական հետքը վերացնել եւ այդ հայկական մշակույթը եւ Ադրբեջանի տարածքում ապրած ժողովուրդների մշակույթի սեփականացնել։ Այսօր այդ քաղաքականությունն է, այսինքն թալիշների, լեզգիների, ինչի մանա մյուս ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի սկզբում եւ այդպես ակտիվ շրջանառության մեջ է դրվել այսպես կոչված աղվանական տեսությունը, երբ փորձ է արվում ամեն ինչը ներկայացնել աղվանական, հիմա էլ խոսում են ինչ-որ ուդիականի մասին, արդեն նույնիսկ ուդիներն են անհարմար զգում, այդ ամենը երբ գնում են Շուրազա Գանձասարի մոտ կանում են, անհարմար են զգում նույնիսկ ասելով, որ ուդիական է, որտեղ այդ ամոթի որոշ բաներ են, այսինքն տեսնում են, որ դա որևէ կապ չունի ոչ ուդիների հետ, ոչ աղվանների հետ, որ սա ինքը հայկական մշակույթը ներկայացրող, դա մենակ հայերը չեն ասում, դա բազմաթիվ գիտնականներ դարերի ընթացքում այդ ամենը ներկայացրել են, ովքեր են կառուցել այդ բաները։ Իսկ հիմա հարաբերություններն են, ես տեղյակ եմ, որ խաթարվում է հայերի, ուդիների, որոնք շատ մոտ այսպես ժողովուրդներ են, եւ հիմա նույնիսկ այսպեսի մի տեղեկատվություն եղավ, թե ուդի այդ հոգեվորականներից մեկին գումար է տրվել, որպեսզի նա խոսի այն մասին, որ այդ եկեղեցին ուդիական է, այսինքն սեփ են խրում նաև հայերի եւ ուդիների մեջ, որոնք շատ լավ հարաբերություններ ունեցող ժողովուրդ է։ Այսի մեր երկու ժողովուրդները իրար դարերի ընթացքում շատ ջերմ հարաբերություններ են եւ իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են համարում։ Այսինքն, բայց հասկանալի է այսօր Ադրբեջանի տարածքում են պատվավոր գերիների կարգավիճակ ունեն, մյուս մասին էլ կաշառում են, այդպես այդ ճանապարհով փորձում են ներկայացնել այսինքն կեղծիքը որպես իրականություն ներկայացնել։ Ներկայացվի, որ հայկական է։ Այո, սա է ամբողջ նպատակը։ Ես ուզում նաև Բանաձևի հետևյալ փաստին անդրադառնանք, տեսեք, խոսում են ադրբեջանցիների վերադարձի մասին, Հայաստան վերադարձի մասին, թիվը 300,000 էր Ալիևը հնչեցրեց, հիմա որքան գիտեմ ավելի է աճել, այդպես կարող են հասնել մինչև միլիոնի, բայց որևէ խոսք չկա եւ մեր իշխանության կողմից եւ չի լսվում տարբեր հարթակներում Արցախի վերադարձի մասին, Արցախահայության վերադարձի մասին, որը ուղղակիորեն ենթարկվեց ցեղասպանության սեփական հայրենիքում եւ ստիպված եղավ հեռանալ, փախչել ցեղասպանությունից ազատվելու համար եւ այսօր ունենք հայաթափված Արցախ։ Ինչ կասեք այս մասին, չեք կարծում, որ մենք բոլոր հարթակները պետք է օգտագործենք խոսելու Արցախահայության վերադարձի մասին, մարդը խոսում է ադրբեջանցիներին բնակեցնելու Հայաստանում, բայց մենք չենք խոսում մեր Արցախահայության վերադարձի մասին, ձեր գնահատականը խնդրեմ այս առնչությամբ։ Իսկ թվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունները հետևյալ ռազմավարությունն են որդեգրել, այսինքն եթե չեն խոսում այդ հարցի մասին, Ադրբեջանը բարի կդառնա եւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, Հայաստանի Հանրապետության տարածքների վրա չի հարձակվի, մինչդեռ իրականությունում այդպես չի, այսինքն եթե Թուրքին ճանաչում ես, ապա եթե մի բան վերցնում են, նա ձգտում է նաև երկրորդը վերցնել, այսինքն խլել եւ ինչպես ասում են, ախորժակ ուտելուց է բացվում, այսինքն եւ Ադրբեջանը եւ նրանք նույնիսկ դա չեն էլ թաքցնում, չէ՞, այսինքն այսօր անընդհատ խոսում են դրա մասին, խոսում են, որ արևմտյան նորից անդրադառնանք արևմտյան Ադրբեջանի այս կեղծ տեսության վերաբերյալ Սևանա լճի մասին են խոսում, Երևանի մասին են խոսում, չէ՞, ոնց որ տպավորություն ստեղծված, որ բանը արգիշտի ժամանակ ադրբեջանցի ճարտարապետ է եղել Երևանի գծողը։ Այսինքն այդ անհետիցությունն է, չէ՞, այդ ամենը, այսինքն այդ խեղկատակության մակարդակի ասել այդ ամենը։ Բայց եւ կարծում եմ, որ այո, այդ ամենին պետք է պատասխան տրվի եւ Հայաստանի Հանրապետության հզորացման միջոցով, մեր պետականության համապատասխան միջոցով մենք պետք է փորձենք մեր ազգային հիմնախնդիրները հարցերը այդպես լուծել։ Պարոն Բալայան, սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանում եւս արցախցիները մեր հայրենակիցները գտնում են չափազանց ծանր վիճակում, այսինքն տուն, հայրենիք, ամեն ինչ կորցրած մեր արցախահայության հանդեպ, նաև սոցիալական տեսանկյունից արդար
որոշումներ չեն կայացվում, պայքար սկսեց Արցախահայությունը, կխնդրեմ շատ կարճ տեղեկացնեք ինչ իրավիճակ է այս պահին։ Դե եթե տեղյակ եք, այդ հասարակական կազմակերպությունների խորհուրդ է ստեղծված, եւ այդ հասարակական կազմակերպությունների խորհուրդը բանակցում են իշխանությունների հետ, փորձում են իսկապես այդ ցաներ կացությունը ինչ որ լուծումներ ապահովել, առաջերտին բնակարանային ապահովման հետ կապված հասկանալի է, որ այսօր կառավարության կողմից ընդունված այդ գումարներով անհնարին է այդպես բնակարաններ ձեռք բերել, բայց գիտեք, սոցիալական այսինքն 2 ամիս եւս պիտի տրվի եւ դրանով պետք է վերջանա, այսինքն գիտեք, ես հետեւյալն եմ ուզում ասել, այսօր գաղտնիք չէ, որ մենք բավականին ժողովրդագրական խնդիրներ ունենք, այսինքն հանրապետության ժողովրդագրական խնդիրներ ունենք եւ ըստ էության Արցախայությանը Հայաստանի Հանրապետության ինտեգրման համար, այսինքն ինտեգրման համար ոչինչ պետք չի, այսինքն լեզու իմանալու անհրաժեշտություն չկա, մարդիկ այդ կրթություն ունեն, նույն ժողովրդի մի մասն են հանդիսանում, այսինքն ինտեգրվելու բան չկա, պարզապես պետք է բնակարան լինի, որ մարդ կարողանա ապրել կամ սոցիալական որոշակի պայմաններ ստեղծվի, ինչու՞ չի ստեղծվում։ Դուք ունեք այդ հարցի պատասխան։ Ավելին ասեմ, ես միշտ ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ վերջիվերջով Արցախի Հանրապետության ամեն մի ընտանիքից բանակում զինծառայողներ կային, որոնք արդեն պրոֆեսիոնալ մակարդակի են եւ դրանց թիվը հազարների է հասնում։ Այսինքն, որի կարիքը այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի, այսինքն բանակը դրա կարիք ունի, երկրի պաշտպանությունը դրա կարիք ունի։ Ես կարծում եմ, որ իշխանությունները պիտի այդ ամենը հաշվի առնեն, այո, ներուր օգտագործեն, մարդկանց համապատասխան բնակարանով ապահովեն, աշխատանքով ապահովեն, սոցիալական որոշակի մինիմալ պայմաններ ստեղծեն, որպեսզի մարդիկ չթողնեն հեռանալ, որովհետև ցավոք սրտի այսպեսի նաև տեղեկատվություններ կա, որ մարդիկ թողնում են, հեռանում են տարբեր երկրներ, եթե նախկինում եվրոպական երկրներ էին գնում, հիմա արդեն Ռուսաստան էին մեկնում, հիմա արդեն եվրոպական երկրներ կամ Միացյալ Նահանգներ եւ այլն։ Կա նաև հետեւյալ տեղեկատվությունը, որ իրականում իշխանության կողմից, Հայաստանի իշխանության կողմից իրականացվում է արտագաղթի ծրագիր, այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցին հեռանա, չկա արցախցին, փակված է Արցախի հարցը։ Չեք կարծում, որ հենց այդ քաղաքականությունն է այսօր իրականացվում։ Դրա մասին խոսեցի, որ բնականաբար կարծում եմ իշխանությունը պետք է մտածի նաև երկրի մասին, պետականության մասին, իսկ Արցախայությանը այստեղ ապրելով հանդերձ կարծում եմ ավելի կամարապնդվի պետականությունը։ Եվ ավարտենք մեր հարցը, չեմ կարող այս հարցը ձեզ չուղել, օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանից ելույթ ունեցավ եւ այսպեսի միտք ասաց, որ մենք ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ մենք ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետություն։ Մինչ այդ մենք չենք ունեցել Հայաստանի Հանրապետություն, այն եղել է ֆորպոստ, այժմ մենք ունենք Հայաստանի ինքնիշխան հանրապետություն։ Որպես արցախցի, որպես Արցախի քաղաքական գործիչ, պատգամավոր, ինչ անուն կտակ նման հայտարարությանը։ Մենք չենք կորցրել, նա ասում է, Արցախը, մենք փոխարենը ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետություն։ Գիտեք, հայրենի մի տարածքի հաշվին անհնարին է պահել մյուս տարածքը։ Այսինքն այդպեսի բան չի լինում, չես կարող այսինքն վերջիվերջո, երբ ես գիտեք խոսում ենք, միշտ ասում են, ես եկել եմ Մայր Հայաստան, ես այդ գաղափարը չեմ ընդունում, ինչի, որովհետև Արցախն էլ էր Մայր Հայաստան, այսինքն որովհետև հազարամյակներ շարունակ անընդհատ բնակեցված է եղել այդ տարածքը հայերով, չէ, հայկական օջախ է եղել եւ Մայր Հայաստան է եղել։ Եվ չես կարող դու Մայր Հայաստանի մի մասի հաշվին, բայց Մայր Հայաստանի մյուս հաշիվը, այս դա կարող եմ ասել։ Այսինքն նկատի ունեք հետեւյալը, Արցախը հանձնվեց հենց այդ կարգախոսի տակ, պահենք, որպեսզի Հայաստանը պահենք, որպեսզի Հայաստանը զարգացնենք եւ նույն քաղաքականությունը շարունակվում է։ Դա մեկ էլ եմ ասում, այդ ձևով դու չես կարող անել, որովհետեւ եթե այդ ճանապարհով դու գնաս, ապա ստիպված կլինես հանձնել նաև Մայր Հայաստանի մյուս հատվածը, այն մյուս հատվածը, այսինքն դա ճանապարհ չի, դա ընդհակառակը հայահավաք քաղաքականություն պիտի լինի, այսինքն մեր եղածը պահելու, ամրապնդելու միջոցով կարող ենք մենք ապագա մարտահրավերներին դիմակայենք։